Արդյոք քո մասնագիտությունը կլինի 10 տարի անց։ Պայքար ապագայի համար։ Ով կհաղթի արհեստական բանականությանը Հայաստանում։ 2026 թվական։ Հայաստանը պարզապես երկիր չէ քարտեզի վրա, այն դառնում է սիլիցիումային ճանապարհի կենտրոնական հանգույցը։ Արհեստական բանականությունը ԱԲ-ն այլևս տեսական հեռանկար չէ, այլ մեր տնտեսության շարժիչ է։ Միջազգային գիգանտների հետ համատեղ ներդրումները Հայաստանը դուրս են բերում աշխարհի թոփ 5 երկրների շարքը, ըստ մեկ շնչին ընկնող հաշվողական հզորության։ Բայց ինչ է սա նշանակում անձամբ ձեզ համար։ Արդյոք ձեր մասնագիտությունը դեռ գոյություն կունենա 10 տարի անց, թե ԱԲ-ն արդեն զբաղեցրել է ձեր տեղը։ Տրանսֆորմացիայի ենթարկվող եւ վտանգված մասնագիտություններ։ ԱԲ-ն չի գալիս մեզ գործազուրկ դարձնելու, այն գալիս է փոխելու խաղի կանոնները, սակայն որոշ ոլորտներում հարվածը լինելու է ցավոտ։ IT outsourcing եւ կրտսեր ծրագրավորողներ։ Հայաստանի IT ոլորտի հենասյունը outsourcing-ը վտանգված է։ Կրտսեր մասնագետների առաջադրանքների մոտ 75%-ն արդեն կարող են իրականացնել լեզվական մոդելները։ Մասնագետը, ով միայն կոդ է գրում, դառնում է ավելորդ։ Ֆինանսներ եւ հաշվապահություն։ Բանկերը արդեն օգտագործում են ԱԲ-ն ռիսկերի գնահատման եւ վերլուծության համար։ Տվյալների ստանդարտ մուտքագրողները ստիպված են վերավորակավորվել, այլապես նրանց կփոխարինեն ալգորիթմները։ Հաճախորդների սպասարկում։ Հայալեզու ԱԲ օգնականները փոխարինում են ստանդարտ հարցերին պատասխանող օպերատորներին։ Ռուտինային աշխատանքներ։ Տվյալների մուտքագրումը, պահեստային լոգիստիկան եւ նույնիսկ վարորդական աշխատանքները ավտոմատացման առաջին թիրախներն են։ Կարևոր ռիսկ։ Փորձագետները զգուշացնում են բնական բանականության էրոզիայի մասին։ Մենք չպետք է մեր մտածողությունը պատվիրակենք մեքենաներին։ Հաջորդ տասնամյակի առաջատար մասնագիտություններ 2026-2035 թվականներ։ Որտեղ են լինելու ամենաբարձր աշխատավարձերը եւ պահանջարկը։ Հայաստանը որդեգրում է 5 շերտանի տորթի մոդելը։ GPU եւ ենթակառուցվածքների ճարտարապետներ։ Մարդիկ, ովքեր կսպասարկեն հզորագույն սարքերը։ Նրանք մեր տեխնոլոգիական ինքնիշխանության պահապաններն են։ Ուղղահայաց ԱԲ մասնագետներ։ Բժշկական ԱԲ վերլուծաբաններ դեղերի հայտնաբերման համար։ Ճշգրիտ ագրոտեխնոլոգներ ԱԲ-ն գյուղատնտեսության մեջ կիրառելու համար։ Գինեգործության ԱԲ փորձագետներ որակի թվային վերահսկողության համար։ Կիբերանվտանգություն։ Քանի որ տեխնոլոգիաները բարդանում են, հակերային ռիսկերը աճում են։ Անվտանգության ճարտարապետները կլինեն ամենապահանջվածների շարքում։ NLP եւ լեզվական տեխնոլոգիաներ։ Հայերենի պահպանումը թվային աշխարհում ազգային անվտանգության հարց է։ Մեզ պետք են մասնագետներ, ովքեր հայերենը կինտեգրեն գլոբալ մոդելներում։ ԱԲ էթիկայի աուդիտորներ։ Մասնագետներ, ովքեր կապահովեն, որ ալգորիթմները լինեն արդար եւ անկողմնական։ Ռազմավարություն եւ խորհուրդներ։ Ինչ անել այսօր, որպեսզի վաղը չմնաք լուսանցքում։ 1. Lifelong learning, ծմահ ուսառություն։ Տեխնոլոգիաները փոխվում են ավելի արագ, քան բուհական ծրագրերը։ Դուք պետք է լինեք ձեր կրթության ճարտարապետը։ 2. Էմոցիոնալ ինտելեկտը EQ-ն ընդդեմ մտավոր ինտելեկտի IQ։ Ինչպես ասում է Microsoft-ի ղեկավար Սատյա Նադելան, մեքենաներն ունեն IQ, բայց մենք ունենք EQ, էմոցիոնալ ինտելեկտ։ Զարգացրեք էմպաթիան, ստեղծագործականությունը եւ քննադատական մտածողությունը։ 3. Համագործակցություն, ոչ թե մրցակցություն։ Սովորեք ահեստական բանականությանը դարձնել ձեր արդյունավետ գործընկերը, ոչ թե վախենալ դրանից։ Օգտագործեք հայկական էկոհամակարգը։ Generation AI, TUMO, AUA եւ ԵՊՀ ծրագրերը տալիս են անհրաժեշտ հիմքը։ Մի մոռացեք սփյորքի մասին։ Google-ում կամ Nvidia-ում աշխատող մեր հայրենակիցները գիտելիքի հսկայական աղբյուր են։ Եզրակացություն։ Ահեստական բանականությունը Հայաստանի համար սպառնալիք չէ, այլ պատմական հնարավորություն հաղթահարելու ռեսուրսների սահմանափակությունը։ Մեր 3 միլիոն բնակչությունը կարող է բազմապատկել իր ուժը ԱԲ գործակալների շնորհիվ։ Հիշեք Չարլզ Դարվինի խոսքերը։ Գոյատևում է ոչ թե ամենաուժեղը, այլ նա, ով ամենաարագն է ադապտացվում փոփոխություններին։ Ապագայի աշխատաշուկայում անփոխարինելի կլինեն նրանք, ովքեր կպահպանեն մարդկային հոգին,
էթիկան եւ տեսլականը, դրանք հզորացնելով ԱԲ գործիքներով։ Սկսեք այսօր։ Բաժանորդագրվեք, որպիսի բաց չթողնեք տեխնոլոգիական աշխարհի նորությունները։ Տեսնվելու ենք ապագայում։